Ես նախարարչարկում եմ ձևակերպումների հարցում լինել մի փոքր զգույշ եւ կոռեկտ, որովհետեւ ոչինչ չի պատահի։ Պարզապես ես առաջարկում եմ, համենայն դեպս եթե դուք ահաբեկվում եք իմ խոսքից, ես կարծում եմ խնդիրը ինձ մեջ չէ։ Ցանկացած տեղ կարող ենք լինել եւ ազատ խոսքը Հայաստանի Հանրապետությունում երբեւէ այսքան պաշտպանված չի եղել, քան հիմա։ Հայաստանի Հանրապետության վարչապետը խոսել է այն մասին, որ ընդդիմությանը տրված քվեները օրգանիկ չեն, նաև տոկոսը հնչեցրել եւ այդ մասին նաև հանրության լայն շրջանակների ընկալումն է։ Պայմանավորված ընտրակաշառքների այն ծավալուն դեպքերով, որոնց մասին որ հակակոռուպցիոն կոմիտեն խոսել է եւ այսօր Սահմանադրական դատարանում 258 դեպք չէ, ներողություն, 258 մեղադրյալ դեպքերը խոսքը դեպքի մասին չէ, խնդրում եմ ուշադիր հետևել հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունը եւ նաեւ դուք ինձ հարց եք տվել եւ եթե միջև վերջ թույլ տաք պատասխանեմ, գուցե ձեզ մոտ հարցեր նոր չառաջանան։ Եվ մենք ոչ թե երկխոսենք, այլ ձեր հարցերին թույլ տաք պատասխանեմ։ Հակակոռուպցիոն կոմիտեն թե իր հաղորդագրությունում, թե նաեւ տեղյակ եք, որ դիմել է Արդարադատության նախարարությանը ներկայացնելով բոլոր այն խնդիրները, որ իր կողմից դիտարկվել են, արձանագրվել են քարոզչության ընթացքում եւ առհասարակ նախագահի կողմից ընտրությունների հրամանագիրը ստորագրելուց եւ հրապարակելուց հետո։ Դրանք ներառել են ընտրակաշառքների դեպքեր, ենթադրյալ բարեգործության խախտման դեպքեր եւ այլն, եւ այդ մասին հակակոռուպցիոն կոմիտեն նաեւ այսօր լինելով համապատասխանող մանրամասն կներկայացնի Սահմանադրական դատարանում։ Եվ այս պայմաններում բնական է, որ նաեւ պետք է անդրադարձ լինի այդ արատավոր երևույթի, մասնավորապես ընտրակաշառքի, այդուհանդերձ թույլ տվեք ավարտեմ խոսքս, ազդեցությանը ընտրողի կամքի ազատ արտահայտման վրա եւ արդեն կտեսնենք թե Սահմանադրական դատարանի դիրքորոշումը որն է այդ հարցի վերաբերյալ։ Տիկին Ջուլակյան, ամեն դեպքում այստեղ ճշգրտելու հարց կա, նայեք, ձեր քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերաբերյալ եւս հայտարարություններ եղան, կարծենք իրավական process էլ մեկնարկեց ականատես դիտորդի կողմից, Դանիել Հովհաննիսյանը այնտեղ խնդիրներ տեսավ Իմ Քայլը հիմնադրամի հետ կապված եւ այլն։ Կարծեք բարեգործության արգելքը խախտելու հետ կապված եւ ինչու են այս բոլոր գործերը վերաբերվում միայն ընդդիմադիրներին, մենք չտեսանք մի գործ, ժողովրդավար պետությունում ենք ապրում։ Հովհաննիսյանը քրեական գործի հարց բարձրացրել է Իմ Քայլը հիմնադրամի հետ կապված։ Հիմա իրավական process-ները ինչու են մեկնարկել, բացառապես։ Հասնում քրեական գործի հարց բարձրացրել։ Պարտադիր է քրեական լինի, դուք ասում եք բարեգործության արգելք են խախտել։ Բարեգործության արգելքը քրեական օրենսգրքով նախատեսված դրույթ է։ Դանիել Հովհաննիսյանը նման այդ դրույթի խախտման հարց բարձրացրել է։ Ասում եմ այդ դրույթի խախտման հարց բարձրացրել է։ Հիմա իրավական այդ մանվածապատ խնդիրների մեջ չեմ մտնում, նայեք, հիմա լավ, իսկ ուղիղ ռեժիմում Տիկին Ջուլակյան հանցագործության մասին դուք խոսում եք Դանիել Հովհաննիսյանի կողմից դիտարկման մասին, որը որևէ կապ չուներ քրեական։ Այսինքն, եթե այլ բարագա լիներ, քրեական գործ կհարուցվեր, թե ըստ ձեզ։ Իսկ օրինակ Տաշիր հիմնադրամը, որը բարեգործական կազմակերպություն է եւ միշտ եղել, այո, իր հետ կապված գործընթաց եղել է։ Այսինքն պետք է պարտադիր լիներ, բայց Տաշիրի աջակցությունը, որովհետև եթե մենք խոսում ենք բարեգործական կազմակերպության մասին, որը միշտ բարեգործական գործունեություն է իրականացրել, ինչպիսին Իմ Քայլը հիմնադրամն է, այդտեղ պետք է տարբերենք, չէ՞։ Միշտ գործող բարեգործական կազմակերպությանը այն անձանցից, որոնք որ ծլել են ընտրությունների շրջանում եւ որոշել են։ Օրինակ Գոհար Ղումաշյանի դեպքում էլ իր կազմակերպությունը միշտ բարեգործությամբ էր զբաղվել, բայց չխնայեցին եւ մանկահասակ երեխայի պարագայում ձերբակալեցին։ Մանավանդ որ նշել եք, չէ՞, տենց ցնցվել եք այդ փաստից, որ մեջ, որովհետեւ դա առանձին ինդուլգենցիա չէ, բայց ենթադրում է, որ կնոջ նկատմամբ այո պետք է լինի այլ վերաբերում։ Եղել են այլ դեպքեր։ Բայց չի ունեցել բարեգործական կազմակերպություն, ինքը միշտ զբաղվել է բարեգործությամբ, այդ դեպքը ինչի չխնայվեց։ Տիկին Ղումաշյանի գործունեությանը ես չգիտեմ։ Տիկին Ջուլակյան, մեկ էլ ասում եք քսոց հարցումներ։
մեկ էլ նշում եք բազմահազար քաղաքացիների հանրային լայն շրջանակներ են ազդվել, չէ, այդ ընտրակաշառքների փաստերից։ Սոցիոլոգիական հարցումներ ունեք, դուք ո՞նց եք էլի այդ նշում այդ լայն շրջանակ սոցիոլոգիական հարցումներ ունեք, որ ասում եք բազմաթիվ քաղաքացիներ եկել հիմա բողոքում են սա։ 100,000-ավոր քաղաքացիների ձայն համարում են ոչ օրգանիկ։ Որ 100,000-ան։ Ասել է Փաշինյանն, ասել է մենակ մեր ձայն, այսինքն այսօր 200 մարդ չէր այստեղ, շատ մարդիկ էին, շատ մարդիկ էին այստեղ։ Իսկ քանի հազար, քվեով են իրենց ձայնը տվել, քվեով տվել են ընդդիմությանը եւ ձեր իշխանությունը փաստացի չի ունեցել 3/5։ Դուք հիմա ոնց չի ունեցել։ 3/5-ը համանդրական մեծամասնություն չի ունեցել, 3/5-ը էլ ունեցել է Բարգավաճ Հայաստան կուսակցությանը մղելու շնորհիվ ձայն, որը գրեթե 50,000-ով ավելի է, քան մենք։ Քանի 100,000 ձայն չի քվե չեն տվել Փաշինյանին եւ նրա իշխանությանը։ Ժուպիտը առաջացնում անկեղծ նույնիսկ Նախ քաղաքագիտության կանոններին, չգիտեմ, ծանոթ եք թե ոչ, բայց ամբողջ աշխարհում ընտրությունները եւ ընտրությունների արդյունքները հաշվարկվում են նման ձևով, այսինքն շատ լավ ծանոթ եմ, բայց ընտրությունների արդյունքները չեն մեղադրում մյուսներին ոչ օրգանիկ քվեներ ունենալու մեջ, որովհետև այլ երկրներում ընտրակաշառք համատարած չի բաժանվում, դրա համար չեն մեղադրվում։ Մեր մասով այո, այդ մասին մենք խոսել ենք, բայց մենք հարգելի գործընկերներ պետք է բարձրանանք արդեն նիստի, որովհետև նիստը արդեն 15-րդ բան եմ ուզում ասել, էլի կներեք, ձեր հարցադրումներից, ձեր 100